Բարեձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Երվանդ Վարոսյանին, պարոն Վարոսյան, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար եւ տարեմուտի վերջին եթերն է եւ սովորաբար, ինչպես ավանդույթն է պարտադրում, մենք ամփոփում ենք նաեւ թե ինչ տեղի ունեցավ կամ ինչ կարող է տեղի ունենալ այս ամենի հիման վրա։ 2025-ի ամենաաբսուրդային իրավական իրադարձությունները կամ արձանագրումները, որոնք արվել են իրավապահների կողմից, կհիշեք որոնք են։ Ինձ թվում է խորը հիշելու կարիք էլ չկա, կարծում եմ արտառոց երևույթը բոլորիս աչքի առաջ է եւ առաջին անգամ է թե Հայաստանի պատմության մեջ, թե առհասարակ, երբ 3 arczepiskopos եւ 1 եպիսկոպոս գտնվում են կալանավորված։ Դրանից ավելի աբսուրդային բան կարծում եմ պատկերացնելի չի լինի։ Այդ մարդիկ հոգևորականները տարիներ, տասնամյակներ շարունակ իրենց ծառայությունն են մատուցել եւ միանգամից տարօրինակ կերպով բոլորը դառան հանցագործ, որոնց էնել են վտանգավոր հանցագործ, որոնց պետքա կալանավորել։ Ես կարծում եմ, որ դրանից ավելի աբսուրդային իրավիճակ պատկերացնել անհնար է։ Իհարկե զարգացումները մասնավոր գործերով կան տարօրինակ զարգացումներ, որոնք անգամ ես լինելով այսպես վատատես չէի կարող պատկերացնել, հա, օրինակ քրեական գործով փորձագետների տներ խուզարկելը, այն փորձագետների, ովքեր եզրակացություն են տալիս, որը քննչական մարմնին դուրեկան չի կամ իշխանություններին։ Ես դա էլ աբսուրդ, երբ որ այդ ամեն ինչը, այդ ճնշումները արվում են այդ աստիճանի բացահայտ։ Թևակողել ենք մի փուլ, ցավոք սրտի, երբ գիտեք ամեն ինչ արվում է ցավոք սրտի բացահայտ, ոչ մեկ ոչինչից չի կաշկանդվում այլևս, սա է վատը։ Ոչ չեն կաշկանդվում, դա ում խնդիրն է, իշխանության, ընդդիմության, հասարակության, իշխանության խնդիրը չէ, այսպես թե այնպես, որտեղ չնայած գուցե իշխանության խնդիրն էլ է։ Չէ, Հայաստանում երբեք չի եղել իշխանություն, որը կուզենար ինչ-որ բանից կաշկանդվեր։ Կաշկանդումները ինքնըստինքյան են ի հայտ եկել։ Տեսեք, իշխանությանը ինչը պիտի կաշկանդի։ Առաջին հերթին հասարակությունը, երկրորդ հերթին Հայաստանի նման պետության պարագայում իհարկե արտաքին ճնշումները։ Ուրիշ կաշկանդող բան մեր տիպի պետության մեջ իշխանություններին չի կարող լինել։ Ցավոք սրտի ես հիմա այդ երկու կաշկանդող գործոնն էլ չեմ նշմարում։ Ես չեմ տեսնում հասարակական այնպիսի ընդվզում, որը ցույց տա, թե հասարակությունը գիտակցում է, որ օրինակ մարդու իրավունքների խայտառակ ոտնահարումները, որ մեր մոտ կատարվում են, որ քրեական գործերը օգտագործվում են որպես մահակ պարզապես քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի, հասարակության մեջ ես այդ գիտակցումը չեմ տեսնում, որ իրենք հասկանան, որ այդ հարցերից է նաև իրենց կենցաղը կախված։ Չկա այդ հասունությունը այն աստիճան, որ հասարակության մեջ գիտակցում լինի, որ օրինակ քանի չկա անկախ դատական համակարգ, դու անգամ քո օրվա վարկի ձևակերպման հարցում արդարություն չես ունենալու։ Իրենք այդ կապը մեր հասարակությունը չի տեսնում, որ հասկանա, որ արդարադատության, մարդու իրավունքների սպառողը ես չեմ, իրենք են նաև։ Սա է, որ հանգեցրել է նրան, որ իշխանությունն էլ ինչ ուզում անում է։ Հոգնել է հասարակությունը հավանաբար։ Ես չեմ կարծում, թե հոգնել են, ես կարծում եմ, որ երկու գործոն կա, առաջինը կա մակարդակի հարց, կրթական մակարդակի խնդիր կա ցավոք սրտի, եւ երկրորդը այս համատարած տարածվող անընդհատ կեղծի մեջ մարդիկ չեն էլ կարողանում այլևս իրականը նշմարել։ Դրա համար տպավորությունն է, որ հոգնել են ամեն ինչից, քաշվել են մի կողմ, չեն էլ ուզում ոչ հետաքրքրվեն, ոչ խառնվեն։ Կրթվել է, ասացիք, բայց ես հիմա երբ մտածում եմ, չկար որևէ իշխանություն, չի եղել Հայաստանում, որի նպատակը եղել է կրթել հասարակությանը, որովհետև այստեղ մտավախություն կա նաև զուգահեռ,
արդյոք կրթված, իրավագիտակից եւ շատ ավելի պատրաստ ամեն ինչով քաղաքացին կլինի օրվա իշխանության ընտրողը։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ, ցավոք սրտի այդպես է։ Ու դա բխում է նրանից, որ մեր իշխանություններն էլ ես չեմ նշվարում մեկին, որը հստակ գիտեր ինքը ինչա ուզում անի։ Գիտեք, զուտ իշխանություն վերցնել եւ իշխանություն պահել, դա դեռ այն չի, ինչ որ դու պիտի պետության համար անես, հասարակության համար անես։ Իսկ մենք մեծի մասամբ դա ենք տեսել, հիմա էլ ենք դա տեսնում։ Այսինքն իշխանությունը դա ինքնանպատակ է այն մարդկանց համար, ովքեր տիրում են դրան։ Դառնում է, այսպես ոնց անենք, շարունակենք այդ ամեն ինչը, հա, ինչքան երկար, այնքան լավ։ Դրա համար էլ էս վիճակն է։ Դրա համար էլ իհարկե ինչ կրթելու մասին է խոսքը գնում։ Կրթված հասարակությունը վտանգ է ցանկացած իշխանության համար, առնվազն զսպաշապիկ։ Բայց այս իշխանությունը ունի թեզեր եւ խորհրդանիշների վրա հայկական եւ առհասարակ պատմական ակնարկներ եւ այլն, որոնք չի ասում միայն այս պահին եւ քաղաքական որևէ հայտարարության համատեքստում։ Նրանք այդ թեզերը տանում են դպրոց։ Հա, այդ գիտեք ես դա ինչի հետ եմ կապում, սկզբում խոսեցինք քաղաքական արտաքին ճնշումների բացակայության մասին, իսկ գուցե դա դրա գինն է։ Գուցե այն, որ միջազգային կառույցները, որոնց ձայնը մենք մշտապես լսել ենք, հա, չեմ ուզում ավելի վատ բառ ասել այդ ձայն առումով, հիմա ուր է այդ ձայնը։ Իսկ գուցե մեր իշխանությունները կատարում են որոշակի թելադրանքով քայլեր, որի դիմացել է այս լռությունն է, չէ որ ես չեմ կարծում, որ օրինակ Եվրոմիությունը հենց այնպես է լռում։ Ես բացառում եմ, որ նրանք չեն տեսնում այն, ինչ մենք ենք տեսնում։ Այս քաղբանտարկյալներին չեն տեսնում։ Քրեական գործերը քաղաքական նպատակներով կարելը չեն տեսնում, ես տեսնում եմ, իսկ ինչու են լռում։ Ուրեմն մի բան կա, որ լռում են։ Իսկ գուցե նաև այդ է, որ իշխանությունները նաև արտաքինից թելադրված նաև գործողություններ այս առումով հլուհնազանդ կատարում են։ Այսինքն ստացվում է հասարակությունն այսպես թե այնպես ինչ որտեղ ազդող օղակ չէ իշխանության վրա, միջազգային ատյաններին ձեռնտու է կամ շահերը համընկնում են Հայաստանի իշխանության շահերի հետ, այդ պարագայում ինչ պետք է լինի։ Այս պահի դրությամբ մենք ցավոք սրտի հայտնվել ենք այո այդ փակ շղթայում, որից ելքը այս պահին չի նշмарվում, բայց դա չի նշանակում, որ ինքը չկա։ Ոչինչ հավերժ չէ, որևէ իրավիճակ, լինի դա երկրի ներսում կամ լինի դա արտաքին քաղաքական դասավորումների մեջ, հավերժ չէ, ինքը անընդհատ փոփոխվում ու շարունակվում է։ Եթե այսօր թվում է, թե իշխանություններին հաջողվում է խուսանավել այս ամեն ինչի արանքում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ինչքան էլ դու այդ հմտությունը ունենաս, իսկ գործող իշխանությունը դա առավել քան ունի, տիրապետում է այդ հնարքներին, այնպես չէ, որ դու միշտ կարող ես դա գործածել, որովհետև նորից այն միտքը արծարծեմ, որ Հայաստանի նման պետությունների համար շատ քիչ բան է կախված հենց քեզանից, որովհետև արտաքին իրավիճակը կարա այնպես փոխվի, որ քո խուսանավելը ճակատագրական դառնա քո համար։ Բայց մեր հասարակության անընդհատ հրամցվում է ինքնիշխան բառը։ Մենք ինքնիշխան ենք։ Տպավորությունն է, որ մեր այս իշխանությունները 8 տարվա մեջ մի հետաքրքիր բան, ինչից խոսում են, հակառակն է տեղի ունենում։ Հիմա իրանք ինչքան ինքնիշխանություն բառը օգտագործում են, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։ Հայաստանը ինչ որ անընդհատ տպավորություն է, որ արտաքինից թելադրանքի տակ է։ Ընդ որում, եթե առաջ կարար այդ թելադրանքը մի ուղղությունից գար, հիմա տպավորությունն է, որ ով չի ալարում Հայաստանին թելադրում է ինչ անել։ Այդ թվում նաև հարևան չարաբաստիկ պետությունը, որի հետ հիմա մենք չգիտենք ինչ է, ինչ-որ թշնամի ենք, բարեկամ ենք, ինչ-որ բան ստորագրել ենք, թե չենք ստորագրել, ինչ ալնելու չգիտենք, բայց թելադրանքը նաև այդ ուղղությունից ակնհայտ է։ Եվ այդ ֆոնին, երբ որ դու կատարում ես բացահայտ հրապարակային այնտեղից եկող պահանջները, ու խոսում ես ինքնիշխանությունից, սա պարզապես ծիծաղելի է։
Պարոն Վարդանյան, հետևում եք կադրային քաղաքականությանը, թե չեք հետևում, հատկապես իրավապահ մարմիններում։ Մենք բարբերաբար հայտարարություններ ենք լսում, համալրեք 25 տարեկան եք, համալրեք դատախազության շարքերը տեղափոխվում են մարդիկ, գնում են գալիս են, ոմանք նաև հրաժարվում են այդ համակարգում աշխատելուց, բայց միևնույն է դրանց ընդդիմությունը չի նկատում եւ համընդհանուր ափսեում թիրախավորում է։ Ովքեր են, ինչու է հանկարծ քաղաքական երանգավորումը ստանում այն բոլոր գործերը, այն բոլոր արտահայտությունները, որոնք դուր չեն գալիս իշխանության։ Ի վերջո դա կատարողներ կան։ Ինչու կան այդ մարդիկ։ Գիտեք, կատարողներ միշտ կան։ Բնականաբար եւ միշտ լինելու են։ Այո, մեր ընդհանուր մենք մեր հանրույթով երբեք չենք եղել այն մակարդակի, երբ որ չգիտեմ, որոշակի պաշտոն զբաղեցնող անձինք գիտակցեն, որ պիտի պատվեր չկատարեն։ Միշտ բացառություն են եղել չկատարողները, ցավոք սրտի։ Հիմա էլ կան, շատ հատուկ են, գնալով քչանում են իհարկե, իսկ կադրային քաղաքականությանը ստիպված ենք հետևել իմ աշխատանքի բերումով օրինակ, թե չէ դրան էլ չի հետևի ոչ մի հետաքրքիր բան այդ ուղղությամբ չի էլ կատարվում։ Կադրային քաղաքականությունը մի ուղղություն ունի։ Ցանկությունների իշխանության պիտի անգամ չքննարկվեն։ Եթե կան մարդիկ կամ եղել են մարդիկ, ովքեր փորձել են դա քննարկել, ճիշտ է թե չէ, կատարելուց առաջ։ Հիմա ամեն ինչ գնում է այնտեղ, որ քննարկում էլ պիտի չլինի։ Պիտի լինեն մարդիկ, ովքեր չպիտի էլ գիտակցեն, իրենք ճիշտ բան են անում, թե չէ, իրենք օրենք խախտում են, թե չեն խախտում, արժի սա կատարել, թե չէ։ Քաղաքականությունը կադրային գնում է այդտեղ, որպեսզի անգամ քննարկում, անգամ մարդը իր մեջ չմտածի ինքը ճիշտ է անում, թե չէ։ Այս ամեն ինչը ցավոք սրտի պրոյեկտվում է նաև մյուս բոլոր, այսպես ասած, շարքային գործերին, որոնք քաղաքական չեն, ենթատեքստ չունեն եւ այլն, այս ամեն ինչը նաև վնասում է դրանց։ Իսկ մոտ մեկ տպավորությունն է, որ մեր իրավապահ համակարգերը աշխատում են ոչ թե արդյունք ցույց տալու համար, այլ Facebook-ում ինչ-որ գրառում ապահովելու համար։ Ընդ որում երբեմն նաև սուտ։ Եք նայում ես քո գործով տեսնում ես ինչ-որ սուտ բան խոսացին, բայց ասենք այդպես վնասել չի տալիս, ասում ես դե լավ, ժպտում ես անցնում ես առաջ, էլի։ Բայց ինչ-որ մեկը դա կարդում է եւ իրենք այդ հրամցնում են այդ ինչ-որ մեկին։ Տպավորությունն է, որ իրենք աշխատում են on-line ինչ-որ տիրույթում, իրականությունից կտրված։ Սրա հետևանքն էլ նաև հանցավորության այն վիճակն է, որ ունենք։ Այդ բնական հետևանքը։ Այսինքն իրավապահ համակարգը երկու խնդիր ունի այսօր։ Առաջինը զբաղված է քաղաքական իշխանության պատվերները կատարելով, հա, գնան, չգիտեմ, մեջ միացնի մայր տաճարի կողքը, քաղաքացիական հագուստ հագնեն, ինչ որ խմբի այդ թիկնապահություն անեն, օրինակ։ Կամ ընկնեն ստեղ-ընդեղ պատարակի ժամանակ ինչ պիտի ասվի, ինչ չպիտի ասվի։ Կամ քաղաքական հետապնդումները իրենց ամբողջ ծավալով։ Սա մյուս կողմից էլ է ցուցադրականությունը, իմիտացիան աշխատանքի։ Այո, եւ այս ամեն ինչը երբ որ զուգակցում ենք իրար, բա ձեր իրական գործառույթներով ով է զբաղվելու։ Իրենք չեն էլ կարող զբաղվել։ Ինք ժամանակ էլ չունեն արդեն։ Դե հաշվի առնելով այդ լուսանկարվելու քանակը եւ օրական թե որքան լուսանկարվեցին, ինչ բարոյախրատական տասեր կարդացին, որոնք ոչ մի կերպ իրենց անձին չի առնչվում։ Բնականաբար ոչ անձին, ոչ պաշտոնին, ոչ մի կապ չունի։ Մի խոսքով, ժամանակ գործառույթը իրականացնելու չի մնում։ Դրա համար էլ մեր լուրերի դաշտը երկու մասի է բաժանված։ Մեկը քաղաքական առումով ում բռնեցին եւ քրեական քրոնիկոն, ով որտեղ ում սպանեց։ Դե արի հասարակություն ու այս ամեն ինչից մի մեկուսացի։ Ու մի խենթացի։ Բնականաբար մարդիկ քաշվելու են մի կողմ, ու սրան էլ գումարեք այդ անընդհատ նյարդային վիճակը։ Այդ նյարդը, որ մշտապես, չգիտեմ, քանդում է մեր պետություն, դե ամեն առավոտ զարթնում ենք մտքով, թե այսօր ինչ անակնկալ է լինելու վատ առումով։ Չէ, հանգիստ ապրելու նաև եւ վաղը պլանավորելու ժամանակ, հնարավորություն եւ տեսլական չկա։ Չես ինչ ոնց պլանավորես։
Այսօր առավոտ չգիտես ինչ անակնկալ կա։ Իդեպ դուք ո՞նց եք վերաբերում, երբ այդ մասնավորապես դատավորների վերաբերյալ, երբ կայացում է մի որոշում, որը օրինակ կողմերից մեկի սրտով է գրում են, շատ լավ է, գովաբանում են դատավորին, մեկ այլ բaragայում այդ նույն դատավորին վատ բան են ասում։ Առհասարակ պետք է շնորհակալություն հայտնել ամեն անգամ, երբ դատավորը կայացնում է որոշում, որ արդար է։ Գիտեք, շնորհակալություն առհասարակ հայտնել պետք չի։ Թե օրինակ հետևում եք ինձ, ես այնպես չի, որ իմ գործերով շատ լավ բաներ են տեղի ունենում։ Ինչ գովամ ինձ։ Բայց դա ինչ շնորհակալության առիթ է։ Դե մարդիկ իրենց գործն են արել։ Կարող են դինել գործեր, երբ որ դատավորը մի այնպիսի հեղափոխական նախադեպային միտք զարգացնի, մի այնպիսի քայլ անի, որը, չգիտեմ, ահավոր ճնշումների դիմանալու մասին է խոսում եւ այլն, դու այդ մասին նշես։ Հա, ասիկն հոգուցդ եկավ այդ պահին նշես։ Բայց այս մեխանիկական վայ այսօր շնորհակալություն, վաղը դուք վատն եք, մյուս օրը էլի շնորհակալություն, վաղը դուք վատն եք, այդ ոչ մի լավ բանի ցավոք սրտի չի էլ հանգեցնելու։ Ես գիտեմ նաև, չգիտեմ ինչի դատավորներ, որոնց այդ ամեն ինչը նաև դուր է գալիս, այդպես, որ ինչ որ մեկը ինչ որ բան է գրում, շնորհակալ է լինում։ Ես ընդհանուրով կնայեմ, այսօր որպես դատավորներ, որոնք կարող են դիմանալ ցանկացած ճնշմանը իրանց սկզբունքայինությունով, այս մի ձեռքից մատներով կարամ հաշվեմ։ Մնացածը այնքանով, որքանով իրավիճակից դրդված։ Այսպես կամ այնպես, կան որ միշտ այնպես, բոլոր գործերը, հա, իրանց է մակագրվում, այդ բոլորս արդեն տեսնում ենք, բայց ընդհանուր համակարգային առումով մենք ունենք խնդիր։ Գիտեք, այս իշխանափոխությունը մի հետաքրքիր բան ցույց տվեց, որ դատական համակարգը մեր ինքը իրանով ի վիճակի է աշխատել անկախ, եթե դու իրան չբամփես գլխին, որովհետև 18 թվականից հետո անգամ դատավորներն էին հավատացել, որ ինչ-որ բան է փոխվել, վերջապես մենք սկսենք մեր խղճով, մեր մտքով, օրենքով աշխատել եւ այլն, եւ այդ ամեն ինչը այսպես թե այնպես տևեց մինչեւ 26 թվականի ընտրություններ։ Չնայած բամփոցին ճանապարհին արդեն սկսվել էր, 21 թվականի ընտրություններ։ 21 կներեք, 21-ին ամեն ինչ ավարտվեց։ Այդ համակարգը վերջ, ոնց հավատացել էին, տենց էլ հետ հավատացին։ Բայց մինչև 21 թվականը նաև դատարանների շրջափակումն էր 29 մայիսին, որը դրա համար էլ շրջափակում էր։ Այսինքն կար ինչ-որ բան, որ այդ համակարգը չի կատարում ցուցումները։ Ջղայնանում էր, չէ՞, վարչապետը ասում էր, ով է այն դատավորը, որը իմ հրահանգը չի կատարի, ու այդ պահին կար դատավոր, որ ասում էր ես եմ հրապարակային։ Ալեքսանդր Ազարյանը։ Հիմա կլինի տես դատավոր, որ կարողանա հրապարակային թակադարձել։ Չեմ կարծում, որ լինի, դրա համար էլ այսօր Նիկոլ Փաշինյանը դատարաններ շրջափակելու կարիք չունի, ինչ շրջափակի։ Բայց կան դատավորներ, որոնք գուցե չեն հայտարարի, բայց միևնույն է չեն կատարում։ Շատ քիչ անուններ չեմ տա, որ նրանց էլ թիրախավորեն, այո, կան, գիտեք, ես ձեզ ասեմ, հա, իհարկե, ճանաչում ենք, ընդ որում ասեմ դա ինչից է գալիս, դա իրանց մարդկային էությունից է այդ մարդկանց գալիս, կապ չունի իրենք դատավոր են, թե որևէ այլ պաշտոն զբաղեցնեին, այդ մարդիկ տենց մեծացել դաստիարակվել են սկզբունք կրելով, դա է, որ իրենց տարբերակում է մյուսներից։ Բայց իրենց իրավիճակը շատ բարդ է, որովհետև մենք ունենք բարձրագույն դատական խորհուրդ, որը դատավորի անկախությունը պաշտպանելու համար է եւ խախտել է հենց դատավորի բոլոր իրավունքները, կաս անգամ սահմանադրական դատարանի որոշում հենց նույն դատավորին առնչվող, որը միևնույն է բարձրագույն դատական խորհուրդը չի կատարում։ Ինչպես անեն այդ դատավորները։ Ցավոք սրտի մեր դատավորները, նրանք ովքեր տուժել են այդ մահակից, իրենք նաեւ ավելի լավատես էին, քան ես։ Այն կարծիքով, որ իրենք գտնում էին, որ եթե իրավունքի խախտումը սահմանադրական դատարանը ճանաչել է, ուրեմն դե ինչ պիտի լինի, իրենց կվերականգնեն, էլի։ Իսկ ես ասում եմ, դա բացառված է։ Ձեզ տանելու են, ինչ-որ բան բեմականացնեն, որ հիմա իբր սխալները ուղղում են ու նույն որոշումը կայացնելու են։ Ցավոք սրտի, ես ուղղակի, երբ որ կողքից ես համակարգին նայում, շատ ավելի տեսանելի է քեզ, քան երբ որ ներսն ես։
ներսում իրենք ինձ թվում է հույս ունեին, որ իրենց նման մտածողներ այնուամենայնիվ կան։ Մտածում եմ, որ ինչպես կարող է դա չանել ցախր սահմանադրական դատարանները։ Այո։ Պետք չի այդքան լավատես լինել ինձ թվում է։ Իսկ ձեր գործերից մեկով, քանի որ խոսեցինք հրապարակային գրառումներին եւ այլն, ձեր գործերից մեկով, երբ կալանավորեցին Սերգեյ Սմբատյանին եւ այնուհետեւ դատախազությունը պարզվեց, որ սխալ է, ինչ արեց հրապարակային, որովհետեւ ի սկզբանե շատ հրապարակային եւ հնչեղ հայտարարեց հանրային հեռուստաընկերության անդրադարձով, բազմաթիվ ռեպորտաժներ տարածվեցին, թե ինչ հսկայական գործ է արել գլխավոր դատախազը եւ Սմբատյան հայրը եւ որդին որոշակի օրենքներ են խախտել։ Հետո պարզվեց, որ Սերգեյ Սմբատյանը սխալ էր դատախազությունը։ Ինչպես եղավ դրա հրապարակային անդրադարձը։ Դրա հրապարակային անդրադարձը ես կարծում եմ չեղավ որևէ կերպ։ Իհարկե, կարելի է նորմալ պետության մեջ ակնկալել հրապարակային ներողություն։ Դա բնական է, երբ որ դու վաստակավոր մարդուն նկատմամբ վարվում ես այդպես, ինչպես վարվել ես, եւ 2 ամիս հետո գիտակցում ես, որ եղել ես սխալ, դրան պիտի հետևի օրինակ ներողություն խնդրելը, գոնե։ Բայց Հայաստանում պետք չի մեզ ոչ իրենց ներողությունը, ոչ իրենց վերաբերմունքը, միայն այն, որ գոնե 2 ամիս հետո իրենք սխալն ուղեցին, արդեն ես շատ գոհ եմ այդ իրավիճակից, որովհետեւ անկեղծ ասեմ, դա կարար տևեր եւ տարիներ։ Դուք բացառում եք դա։ Ոչ։ Պատկերացնում եք, եթե դա տևեր տարիներ, պետական սիմֆոնիկ նվագախումբը այլևս Հայաստանը չէր ունենա։ Չէր ունենա, ուղղակի։ Նենց որ թող չխնդրեն, թող Մենք ընդհանրապես արձանագրում ենք, որ այդ բարոյական ճիշտը կարող է մարդը սխալվել եւ այս քարոզների, հատկապես երբ ուսանողների հետ է զրուցում Աննա Վարդապետյանը, նաեւ որոշ ուսանողներ կլսեն, որ այդպես եւս լինում է։ Հա, ուսանողները քարոզներից զատ ինձ թվում է իրանք առիթներ ունեն հետևելու ընդհանուր իրավիճակին եւ իրենց եզրահանգումներն անելու։ Խոսքը եւ գործը համընկնում են իրար, քարոզողների թե ոչ։ Պարոն Վարուշյան, ովքեր պետք է զբաղվեն քաղաքականությամբ Հայաստանում։ Վայ։ Եվ ովքեր են զբաղվում ձեր տեսակետը, որտեղ մարդիկ կան, որին ում հետ քննարկում ես անվտանգային հարց, այսինքն անձամբ անվտանգություն, որը բոլորիս վերաբերում է, ասում եմ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինչպես հանկարծ որոշվեց զբաղվում են թե չեն զբաղվում, կամ այդ գուցե այդ մեր ցավն է, պարզ ասեմ, բոլորիս, որովհետև մենք ունենք քաղաքականությամբ զբաղվող, քաղաքականությունից հասկացող մարդիկ, ու ունենք բացարձակ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, որոնք եւս զբաղվում են քաղաքականությամբ։ Ես մի բան ասեմ, առաջին գործոնը, որ անհրաժեշտ է քաղաքականությամբ զբաղվող անձին, դա գիտակցումն է, թե ինքը ինչ է ուզում այս պետությունից։ Ինչն է ինքը տեսլական ունի, կոնկրետ ոլորտներով, երբ որ մոտենա հարցին բաժանի, ինքը գիտի, ինքը ինչն է ուզում փոխի։ Թե ուզում է ինքը ինչ-որ պարգևավճար։ Իրենք իրենց մեջ պիտի այս պատասխանը տան։ Երբ որ իրենք իրենց պատասխանեն, թե իրենք ինչ տեսլական են տեսնում զարգացման, ինչը պետք է փոխել, այս վատ իրավիճակում, հա, բոլորս ընդունում ենք իրավիճակը շատ վատ է, շատ։ Այս կապակցությամբ մեզ պետք են մարդիկ, ովքեր այդ գիտակցումը ունեն, այսինքն կյանքի փորձով, կրթությամբ իրենց, ինտելեկտի մակարդակով կարող են այդ ամեն ինչը մարսել եւ հասկանալ, թե իրենք ուր են տանելու, եթե հաջողեն։ Թե չէ ստացվում է այսպիսի զբաղմունք, էլի, սրանք գնացին, նրանք եկան, այսպես օգուտները այս մեկի բակի փոխարեն գնացին լցվեցին այս մյուսի բակը։ Այս մեզ ոչ միտեղ չի տանի։ Այս կտանի այնտեղ, որ հիմա էլ գնում ենք։ Քանի որ սա մեր տարեվերջին թողարկումներ, ինչպես սկզբից ասացի, պարոն Վարուշյան, ինչ ակնկալել 2026-ին կամ ինչ եք մաղթում 2026-ին։ 26-ին ոչ մի լավ ակնկալիք այն կապակ առումով, որ նախընտրական տարի է, չունեմ, որպես քրեական գործերով զբաղվող փաստաբան, որովհետև ես կարծում եմ, որ այս ուղին մինչև ընտրություններ այս արատավոր ուղին կշարունակվի, բռնաճնշումները ել ավելի են
ուժեղանալու եւ այս կապակցությամբ որպես մաղթանք մաղթում եմ այն մարդկանց, ովքեր սկզբունքային են ու ենթարկվում են բռնաճնշումների, չհանձնվել։ Չնահանջելը ու չհանձնվելը այն մարդկանց, ովքեր մտել են այս պայքարի մեջ, շատ կարևոր է մեր բոլորիս համար։ Իսկ մեր ընդհանուր հասարակությանն էլ կխնդրեմ, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ անգամ զզվելի լինի այս ամեն ինչին հետևելը, այնուամենայնիվ փորձեն յուրաքանչյուրը հասկանալ իրենց չափով ինչ է կատարվում եւ կատարել եզրահանգումներ։ Պետք չի լսել սրա նրա խորհուրդը, ուղղությունը։ Դուք ինքներդ փորձեք, սիրելի ժողովուրդ, հասկանալ ինչ է կատարվում, կատարեք ձեր գիտակցմամբ ձեր վերլուծությունը եւ ըստ այդմ կատարեք ձեր քայլերը։ Սա մեր ընդհանուր պետությունն է, մեր հասարակությունն է, մենք այստեղից ոչ միտեղ փախնելու հնարավորություն չունենք։ Այս ամեն ինչը մենք պիտի կարգավորենք մեր երեխաների համար։ Շնորհակալություն, պարոն Վարոսյան։ Ես կարծում եմ, որ մեր երկրում չմնալու պատճառներից մեկը անարդարության զգացումն է։ Ուզում եմ 2026-ին այդ զգացումը չլինի։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։